Խորհրդային Կապանի բնակիչները քաղաքային լողավազանի շրջակայքը պայմանականորեն անվանում էին «Փռի լիճ»։ Այն մեր ծնողների սիրելի հանգստի գոտին էր։ Այժմ անգամ մեծ ցանկության դեպքում տարածքը իզորու չէ բարի հուշեր արթնացնել։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում նախկին քաղաքային ջրավազանի տեղում 2012 թվականից պետք է կանգուն լիներ բազմաբնակարանային բազմաֆունկցիոնալ շենքային համալիր։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը սոցիալական ծրագիր։ Այս ծրագրի շրջանակներում Սյունիքում ավելի քան 300 երիտասարդ ընտանիք շուկայականից անհամեմատ ցածր գնով բնակարան ձեռք բերելու ակնկալիք ուներ։ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին հանդիսավոր կերպով նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվեց ծրագրի մեկնարկը։ Սպասումները ոչ միայն չիրականացան, այլև որպես վրադիր քաղաքի մնաց ավերված, քարուքանդ եղած տարածք։ Տեսանք, քանդեցին, ավերեցին, ինչ որ բան էին ուզում կառուցել։ Երբ որ ես աշխատում էի հակակոռուպցիոն կենտրոնում, ես մի քիչ փորփրեցի եւ պարզվեց, որ այնտեղ քաղաքաշինական շինարարության թույլտվություն չկա։ Որն է պատճառը, որ դեռևս նախորդ հասարակարգի օրոք քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանգստի գոտին, Հունանի լիճ կոչված այդ տարածքը ավերվել է եւ որևէ շինարարական գործունեություն չի ծավալում։ Եթե որևէ շինարարական գործունեություն չէ ծավալվել, ինչի են ավերել, ով է պատասխան տալու այդ ապօրինությունների համար։ Այն փաստը, որ շինարարական աշխատանքները մեկնարկելիս դրանց օրինական կողմը չի պահպանվել, մասնավորապես շինաշխատանք իրականացնելու թույլտվությունը եւ համապատասխան հետազոտությունները բացակայել են, հեռախոսազրույցի ընթացքում հաստատեց նաեւ համայնքապետ Աշոտ Հայրապետյանը։ Ինչ լուծումներ եք տեսնում ծրագրի կատարման անհնարինության դեպքում տարածքը նախկին տեսքին բերելու համար։ Ուրեմն ծրագրի մեկնարկից հետո պարզվել է, որ տեղանքը պատշաճ չի ուսումնասիրվել եւ ստորգետնյա ջրերի թափանցելիության պատճառով այն չի կարող շարունակություն ունենալ։ Տարածքի տրամադրման ժամանակ ըստ երևույթին անհրաժեշտ ուսումնասիրություններ տեղի չեն ունեցել երկրաբանական, որը նույնպես շատ կարևոր է ծրագրի անհաջողության դեպքում պլան B նախատեսված չի եղել ոչ համայնքին հետ վերադարձնելու տարբերակ, ոչ նախկին տեսքի բերելու, ոչ էլ փոխարենը ինչ որ մեկ այլ բան կառուցել, որը կարող է ծառայել մեր համակարգացիներին։ Համենայն դեպս շինարարությունը ընթացել է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու, առանց շինարարության թույլտվության եւ այդտեղ շատ կարեւոր է, որ տվյալ կազմակերպությունը, այսինքն երիտասարդների միությունը, այդպես է չէ կոչվում, եթե չեմ սխալվում, պետական համալսարանի շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությունը, որը ձեռք է բերել այլ տարածքը հետ վերադարձնելու տարբերակ համայնքի հետ քննարկման ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, այն է ծախսված գումարների, այսինքն զուտ շինարարության վրա ծախսված գումարների ճակատագրի հետ կապված դեռևս իրենց համար դա անհայտ է։ Ինչ վերաբերում է համայնքին վճարած մոտ 14 միլիոն դրամը փողի հողատարածքի դիմաց, նույնպես պահանջում այդ գումարը հետ վերադարձնել։ Համայնքի դիրքորոշումը եղել է հետևյալը. մենք պատրաստ ենք այդ գումարը վերադարձնել պայմանով, որ տարածքը բերվի նախկին տեսքի եւ վերադարձվի քաղաքին։ Իսկ նշված կազմակերպությունը, քանի որ որոշակի չէ բավականին գումար է ծախսել այդ շինարարության վրա եւ նրա ճակատագիրը, ինչպես դուք ասեցիք, մնացել է դեռևս անհայտ, չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվեն։ Խնդիրը ժամանակին ներկայացվել է հանրապետության նախագահին Կապան կատարած այցի ժամանակ եւ հանրապետության նախագահը նույնպես մտահոգված է այդ խնդրով, հստակ կարող եմ ասել, ուղղակի նաեւ երևի թե ժամանակ էր պետք, որպեսզի փորձեն լուծում գտնել այս հարցում։ Ինչևէ, մենք միշտ մտահոգ ենք եղել այս խնդրով, հատկապես որ ոչ միայն պարզ է, որ շինարարությունը չի կարող շարունակվել նշված պայմաններում, այլ նաև շարունակելու դեպքում, այսինքն ստորգետնյա ջրերի հեռացման դեպքում կկատարվի լրացուցիչ ծախսեր, որը արդեն իսկ կանդրադառնա շինության բնակ մակերեսի ինքնարժեքի վրա եւ արդյունքում այն չի կարող լինել մատչելի մեր համակարգացիների համար։ Հետաքրքիր էր պարզել նաև ծրագիրն իրականացնող կազմակերպության դիրքորոշումը, ուստի հեռախոսակապ հաստատեցինք Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանի հետ, ով հարցադրմանը հետեւյալ կերպ արձագանքեց. 1000 անգամ անդրադարձել ենք, ուրիշ թեմայով զբաղվեք, Սյունիքում այնքան պրոբլեմներ կան, դատարկ փուչիկներ մի փչեք, ասում եմ այդքան պրոբլեմ կա Սյունիքում, դրանցով զբաղվեք, եղավ։ Բազմիցս ասվել է այդ մասին, ավելացնելու ոչինչ չունեմ։
Փոխնախարարի խոսքերը մեջբերված են բառացի, իսկ հետևությունները թողնում ենք լսարանին։ Ի վերջո ճիշտ է ասված, ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Իսկ թերի աշխատանքը չի կարող երկար ժամանակ մնալ անհետևանք։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։